Միշտ էլ ասել ենք։ 6 ամիս առաջ արդեն Ամեն հանդիպմանը։ Սենց խնդրի առաջ ենք կայնել, ու այսօր խնդրի առաջ ենք կայնենք։ Միջև այսօր 170 օրենք ունեցա, հիմա 90 օր պլյուս ռեժիմն են այդ օրենքն են խստացել, հիմա արդեն խնդրի առաջ ենք։ Իսկ 170 օրը մեզ բավարար եղե գնալ գալու համար։ Օրը 30-ից 40 հոգից զապրետ ու դեպորտ են անում։ Ստեղ մենակ օրվա ապրուստի օրվա հացի հարցը չէ, նայեք իշքան վարորդ կա հավաքված, էդի բազմապատկեք մեր 10 որ սաղ ճանապարհներին են։ Ամեն մեկ երրորդ վարորդ տունը դրե վարկ ավտո է առոր կրնանա երեխու մեկը դոր հացը աշխատի։ Մեզ մարդիկ ստեղ կայնած սաղ այդ բանկերը վարկերը ամենամիջին կնի ավտոն $45,000 է։ Պատկերացնես că մինչև բանկին կփակվի էդի դառնագի $70,000։ Մարդ կա ստեղ ամիսը $2,000-ով վարկ կմուծե, բայց եկե ստեղ կայնել է այդ դեպորտենողները բհմի իշ պիտի Դոս մասին մտածեմ։ Ու էսի բոլորիս հարցն է, երգիրը, եթե տնտեսությունը չաշխատավ, то կրնա շատ լավ ոստիկանություն էլ ունենա, բանակ էլ ունենա, պայել է պետք, չէ դա ամենին։ Բեկուս մյուս օրոր բեռնա փոխադրումը տեսեք, սպայքին կայնել է, իշքան կնային թանկացումները սկսեց աճելը։ Մենք ենք, մի երկաթգիծ չկա, սամալյոտ չկա, այդ ֆուրերն են ապրանքը բերողը, տնտեսությունը ֆուրն է պայողը։ Դուք մի հատ մաշվեք, մի ավտոն տարվա կդրվածքով իշքան հարգուտ ուր կմուծե պետությանը։ Ու իշքան օգուտ է տալիս պետությանը, որն էլ խոսքի է իր այդ գումարով, այդ ամեն ինչով իրանց ընտանիքներին օգուտ են տալիս, չէ՞։ Բայց մի հատ հարց իրանք չկարողացան լուծել։ Բայց որևէ մի հատ Ղազախստանը, Ուզբեկստանը, Վրաստանը այդ հարցը լուծեգը, բայց ինքը չի կարա լուծել։ Մեր խնդրանքը ուղղակի ունին բոլորին, մեր հավաքը ստանալու, պարգևավճարներն ում աշխատավարձով են ստանալու։ Մենք ոչ դիմություն ենք, ոչ ընդդիմություն, ոչ նախկին, ոչ ներկա։ Մենք երրորդ դասարան ավարտած ֆուրի շոֆեր ենք, սաղ կյանքերի շոֆեր ենք եղել։ Մենք չենք ուզել ստեղ կա ընդդիմության դեպուտատ խոսա կամ ավականի խոսա կամ եսի միջ ընդդիմությունը նման լծակներ չունի այս հարցը լուծելու համար։ Մենք այդպես կդիտարկենք։ Կանգնելով, թող կանգնին, բայց չխոսան իրանց PR-չեն, իրանց խոսքի 26 թիվը չապավեն։ Մեզի մենք կգտնենք մեր լծակ կառավարությունը ունի լծակներ, որ կրանա այս հարցը լուծե, խնդրենք կառավարությանը ու կպահանջենք, որ այս հարցը լուծվի։ Մեր հարցը մի շաբաթ է դրածը Դե նոր պարոն Պապոյանը եկավ երկու բառ խոսած գնաց սպասենք իրան։ Նիստից հետո հուսով ենք իջնելու են մեր հարցերը։ Ղազախստանում այս հարցը 3 օրում լուծել են մարդիկ։ Եվ մի ղազախական վարորդները կարգած մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, դաշտության անդամ երկիր ենք, բայց իրավունք չունենք մուտք գործելու։ Ում է հարցում էլ շատ ընձի հետաքրքիր է երևի բոլորին։ Ինչն է խնդիրը, որ թուրքական համարներով, թուրքական պասպորտով թուրքը կրնա ազատ մտնի Հայաստանի Հանրապետության տարածք ֆուրով, կատարե բեռնա փոխադրումներ։ Սա Հայաստանի Հանրապետության տարածքով ֆռա ու հայկական համարներով, հայկական անձնագրով ֆուրի շոֆերը չի կրնա մտնի Թուրքիա։ Ինչն է դոր պատճառը։ Դա շրջափակ ռուսական վարորդների համար դեպի Հայաստան մուտքը ոչ մի արգելանք չկա, ոչ մի ժամանակային ինչ-որ գրաֆիկ չկա, որ իրանց դրած։ Ես կան ժամանակ 1000 տարի ֆուր կքշեմ, չեմ իմացել միամ Ռուսաստանի քաղաքացու վարորդի Բագրատաշենի տամոշին դեպորտեն է ինչ-որ հարցի համար։ Իրանք քանի օր ուզենան Բայց երտաս լարսի տամոշնի կուր օրը 15-20 շոֆեր դեպորտ կենեն նիզա աշտո տեղ է։ Ամեն օր ավելանում է քանակը։ Երեք դաժե քնած տեղը տղեկի դռները ծեծել են, քնած տեղից անետալ են 5 տարով սաղին դեպորտ են արել մարդկանց։ Թղթերն են ուղարկել են սաղի մոտ այդ թղթերը կա։ Մարդիկ քնած 90 օրից ավել է կմնացել։ Այդ 90 օրը ոնոր եղել է 170 օր, հիմա տարել է 90 օր։ Երեք իմ ընկերներին դադարք մեքենաներով կերտային Վլադիկավկազ երկաթ պառնային հետ կային, տամոշին անցել են Վլադիկավկազի ճանապարհին 3-ին էլ դեպորտներ է։ Ամենացավոտ խնդիրը մենակ Վլադիկավկազում են անում։ Ռուսաստանի ոչ մի տարած չկա, մտնում ես Վլադիկավկազ, դե անում են, բայց ոչ այդ կարգի, մենակ Ուռուխի պոստը արդեն քանի վարորդի դեպորտ արի։ Գիտես ինչ համար, ախպրստե գիտես ինչ համար խնդիրը առաջացել։
Տամուժին հասնելուց հարցնում ես մենք այս խնդրեմ ունենք Ռուսաստան մուտքը։ Տամուժն աշխատողն ասում է ձեր օրենքը ձեզի չի վերաբերվում։ Այսինքն դու ինչքան ուզում եք արագ մտեք դուրս գաք որպես բեռնապոխադրող։ Էմիգրացիոն կարգ վերցնում է Տամուժից։ Արդեն գայշտիկները կայացնում են միգրացիոն ծառայությունը կայացնում է խփում է ծրագրով 90 օրից ավել եթե մնացել ես այն արդեն քեզ 5 տարի։ Եթե մարդ կա որ 90 օրը չի նայեք ստե ոնց է 180 օրից ավել մնացածներն արդեն 7 տարի է Մի օր էստակ դեպորտի է։ Սամանա փակում դե գրաֆիկներ են Մի 30-25 օր։ Հունվարից 30-ը տևել է 28 օր։ օրենքը ելած է 8 ամսվա մեջ էլ գումարը 25 օրը ինչքան կերնի 90 օրը անցավ, չէ՞։ Այստեղ բոլոր շոֆերներին է անցած։ Մի որը սերտած դեպորտի է։ Բոլորին է խոսքի։ Մենք գիտենք չեն ասել Չեն ասել, ոչ մեկ չի էսի mēs տեղեկացած ենք եղել դրա մասին 6 ամիս առաջ։ Հարցը դրել են քննարկման, բայց կինը խոսած Սաղին իրազեկից Տամոժին անձամբ ես հարցրել եմ, Տամոժին գսել է ձեզի չի վերաբերվի ու ազատ մտե ելել ենք, բայց ես մեր վերջի շաբաթվա ընթացքում որոշեցին որ ղազախներին, մեզի վրացիներին կվերաբերվի։ 5 օր առաջ եմ եկել, խնդիրը չի եղել։ Բայց այդ խնդիրը հիմա Ղազախը լուծել է։ Ղազախստանի պետությունը լուծեց այդ խնդիրը։ Բայց հələ մերին սպասել։ Եղանակային պայմաններով 20 օր հետո Լարսը եթե ձունը դրեց, մենք ստիվաս չուզենալով դու գնալու ես ընդ մնաս 20-ից 25 օր։ Դու ուզենաս թե չուզես եղանակային պայմաններով։ Էս այն սահմանը չի որ կրուլի տարին աշխատում է։ Este սաղնել, este աշխատողներ սաղնել, ուզում եմ որ իրաց ռեսը մի շաբաթ տևա կամ 90 օրը գերազանցի։ Խնդիրը չկա։ Հեսա ասում ես Ռուսաստան 1500-2000 մեքենայի անդեկայնացես 5 օր առաջ եմ եկել։ Հերթն է Ռուսաստանը։ Всё, այդ հերթը գնա 10-ից 15 օր։ Տեսախցիկներին կպահեք։ Նայեք, էլեկտրոնի հերթն է։ 25 օրը տևած շուկային 15 օր շուկային կայնում բոլորս։ Նայեք, էլեկտրոնի հերթն է։ Նայեք, քանի մեքենա է։ Ավտոմատ շուկա մտար 90 օրը Ռուսաստանից կալացողը դեպի Հայաստան։ Նայք, էսի գրանցվածն է, երբ են գրանցվել 16-ը 10-րդ ամիս։ Ու 19-10-րդ ամիս 10-ից մինչև 14-ը եթե ինչ-որ խոչընդոտներ չյանի, բերտա տամոժնի ասնի։ Արդեն 4 օր է տեղ սպասեցել ասում։ Մեքենայի մի շաբաթ պետք է որ ինքը ընդամենը սահման անցի, մի շաբաթվա ընթացքում։ Եթե մի մարդ է խոսքին գնացել аж գիտեմ Ուֆայից է բեռը բարձր, արեց 20 օր, ռեսը 25 օր։ 3 անգամ էս մարդը գնաց եկավ, մինչև մայիս սահմանը փակվում է։ Բեն մնացած ամիսները ոնց անում այդ մարդը։ Ստե շատերը բեռերը բարձած կայնած են սպայի բաժ գիտեն։ Այդ հանդե տանեն բեռը հետ դատարկի։ Մարդը պամիդորա բարձած, վարունգ են բարձած, խաղող են բարձած։ Ոնց կերնա աշխատի մասամբ, 50%-ով մասամբ։ Երբ որ ընդհանրապես ավտո չեղնի է Ռուսաստանը, մտար բարձար, ֆռացիր ելար։ Всё։ Այդ սաղ աֆորմիտ, մաֆորմիտ ձևակերվում եղնի խոսքի մեջ անվան տասկում կրնանան պես, բայց չի եղնի տեսնապան։ Ստիպոյ համար ես կայնում, եղանակը ես քեզի բացատրում եմ, եղանակը 10 օր հետո Լարսում ձունա, ձունը դրեց մի մետր եթե ձուն եկա, վրացին հետի մաքրում է 15 օր։ 15 օրվա մեջ հերթնում է 5000 ավտո։ Արեց 35 օր որ դու կարողանաս հասնես այդ սահմանը։ Չես կարող այդքան։ Ընդել ախպրս ոնց այդում ռուսն այդում է, վրացին այդում է, շոֆեր է Հայաստանի Հանրապետությունը Գևգյան մի րոպե։ Սան շոֆեր ունենք Հայաստանի Հանրապետությունը, ասենք սաղին դեպորտ արեցին։ Այդ տնտեսությունը ոնց պիտի գործե Հայաստանի Հանրապետության մեջ չի կարա, չէ։ Այսօր ով պիտի բացի այս շոֆերներից ով կարա խոսքի իրանցից կարան էլի նստի ֆուր քշեն, այստան է տնտեսությունը բերեն որ իրանց երեխացը պահեն։ Ով կարա, չի կարա, չէ։ Բայց Հայաստանը էլ ասենք սկանի դեպորտ գնաց, 20 Հայաստանը գնաց։ Այս շոֆերները գնացին, ով պիտի պահի այդ կանին։ Միջև տարվավեր Եղավ տնտեսությունը փակվավ։ Տանկացումները Եղավ որ այդ հացը, այդ ցորենը չմտավ Հայաստան, հացը տարավ 100-ից 500 դրամ։ Ինչ էդի քաջելի է։ Այսօր իրանց հացը չկերան, կամ այդ ամեն ինչը չկերան։ Ասեցին է կը բերեց հավը տանի, մետ ասեցին է, արդեն թելադերվող երգիր կտարնաս։ Անկախ պետություն ենք, պիտի թելադերվինք, հա։
Եթե մենք գնացին ոչ թե ազգել Հայաստանի բերելը չի բերում, սա ճամփեքներ փագելի է։ Ես չեմ էտա բանկին ամեն ամիս 700,000 դրամ փող տամ, ասետնի իմ համար ծորեն բերի։ Կամ վրացին ու թուրքը աշխատի։ Ողը կամ այդ ծիրանը, կամ այդ դեղցը ամեն ինչ է մեր մտերքը, գյուղ մտերքը ում պիտի տանի տա։ Ապեն ժողովուրդը ծառների տա։ Այսքան ժողովուրդը մեր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այդքան գյուղ մտերքը կնա օգտագործե չի կարա։ Պիտի արդահան է, չէ՞ որ այդ գյուղացին է ապրի։ Այդ գյուղացին էլ է, չէ՞ այդ հողին հարկու դա։ Հարկու դա։ Ամեն ինչը շղթայական է, նայեք Այդ շղթանը կապեց, կանյակի ինքը չի կինու գործարանը։ Խաղողը չի տունե, պատճառն ինչ է, քսե եթե այդ խաղողն ընտունեմ, հերոստացույցով ցույց կտային։ Կանյակու կինի հանեմ, եկու ծերուսը չի առնի այդ կանյակն ու կինի, խնդիր ունի վաճառքի, չէ՞։ Դրա համար չի տունե։ Տեսեք շղթան ուր դուս կֆեռակու կա։